Ռուբլու ամրանալը դա յուրաքանչյուր փոխարժեքային շուկայում տենդենսները եւ սպասումները դրանք իրենց մեջ որպես կանոն, եթե դա վերաբերում է խոշոր տնտեսություններին, կոնկրետ այս բարակայում Ռուսաստանի Դաշնությանը, նրանք ունեն հստակ քաղաքական գունավորում։ Սպասումները տնտեսվարողների մոտ, խոշոր խաղացողների մոտ եւ համակարգաստեղծ կազմակերպությունների մոտ, բանկերի մոտ, ապահովական ընկերությունների մոտ, խոշորագույն տնտեսվարողների մոտ այս սպասումները ձևավորում են հիմնականում այն հիպոթեզի շուրջը, որ կարծես թե ռուս-ուկրաինական բախման որոշակի հանգուցալուծման արդեն սկզբին ենք մոտենում, եւ արդեն կողմերը կոնկրետ Ստամբուլում պետք է նստեն բանակցությունների շուրջ։ Դա արդեն տնտեսվարողներին եւ համակարգաստեղծ խաղացողներին տալիս է որոշակի մտորումների հնարավորություն, առիթ, որովհետեւ նրանք հասկանան, որ վերանալու են որոշակի առևտրական ֆիլտրեր, խոչընդոտներ, եւ այդ խոչընդոտները ահռելի են, որովհետեւ Եվրոպական միության երկրները արդեն 13-րդ փաթեթն են Ռուսաստանի պատժամիջոցների հաստատել եւ անընդհատ խստացնում են դրանք։